Պարոն Սարգսյան, 6 օրից մեկնարկում է օլիմպիական խաղերը ձմեռային, Հայաստանը առաջին անգամ վարկանիշով է մասնակցելու մրցաշարին, ինչպես դա պատահեց։ Գիտեք, դա տարիների աշխատանքի արդյունք է, քրտնաջան աշխատանքի արդյունք է եւ արդյունք է թիմային աշխատանքի։ Որովհետեւ ցանկացած մարզաձևում եւ հատկապես ձմեռային մարզաձևում մենակ ոչինչի հասնել հնարավոր չի։ Եվ փառք ու պատիվ մեր մարզիկներին, մարզիչներին, մեր խորին շնորհակալությունը նաեւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ պարոն Արմեն Երիցյանին, որի օգնությամբ եւ օժանդակությամբ մենք կատարեցինք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստեցին վարկանիշ ձեռք բերելուն։ Եվ առաջին անգամ մեր տղաները իրենց բարձր վարկանիշային միավորների արդյունքում իրավունք ստացան մասնակցելու վարկանիշով ձմեռային օլիմպիական խաղերին։ Հայաստանի պատվիրակությունը հենց կազմված է լինելու դահուկային սպորտի ներկայացուցիչներից Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան, Կայացե Գայոցյան եւ երեքն էլ դահուկավազ եւ Արմեն Սերիբեկյան, Լեռնադահուկ։ Ինչ ակնկալիքներ ունենք իրենց մրցումներից։ Մենք որդեգրել ենք մի սկզբունք օլիմպիադայից օլիմպիադա քայլ առաջ եւ դրա հենց ամենավառ ապացույցը վարկանիշն են, երկու մեր ունեցած վարկանիշները, Լեռնադահուկորդն էլ շատ մոտ էր վարկանիշին, ցավոք չհաջողվեց, բայց կարծում եմ արժանապատիվ կմասնակցի եւ մեր որդեգրած սկզբունքը Սոչի օլիմպիական խաղերում արժանապատիվ մասնակցությունն է, այսինքն մենք ակնկալում ենք մեր տղաներից այն մասնակցությունը, այն բոլոր ուժերի ներդրումը, որը որ կբերի իրենց մարզական կարիերայում իրենց ամենալավ ելույթ որպես այդպիսին։ Բարի, կարող եք պատմել ինչպես է ընթանում նախապատրաստական շրջանը եւ երբ է մեկնելու Սոչի։ Ես մի փոքր երևի ավելի հետ գնամ, որտեղ նախապատրաստական շրջանը ունի տարիների պատմություն, մենք նախապատրաստվել սկսել ենք Վանկուվեր օլիմպիական խաղերից անմիջապես հետո եւ ի ուրախություն մեզ վերջին 2 տարիներին մենք մեր նախապատրաստական ամբողջ աշխատանքները զուգորդեցինք, նաեւ համադրեցինք ազգային օլիմպիական կոմիտեի հետ եւ արդյունքում ունեցանք 3 դահուկորդներ, որոնք 2 դահուկավազորդ եւ 1 լեռնադահուկորդ, որոնք ընդգրկվեցին միջազգային օլիմպիական կոմիտեի համերաշխության ծրագրի մեջ, այսինքն օլիմպիական թոշակ մարզիկներին Սոչի ձմեռային օլիմպիական խաղերի հետ կապված եւ նաեւ մեծ աջակցություն ցուցաբերեց ֆեդերացիան եւ համատեղ ծրագրի արդյունքում մենք ունեինք վարկանիշային մրցումներ, ունեինք ուսումնամարզական հավաքներ, որոնց գերակշիռ մասը անցկացվել են դրսում։ Նաև վարկանիշային մրցաշար որպես այդպեսին համարվում էր դահուկավազքի Հայաստանի առաջնությունը եւ հունվարի 20-ին արդեն վերջնական վարկանիշային աղյուսակը հրապարակվեց դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կողմից, որի արդյունքում մենք արդեն ստացանք քվոտաները, այսինքն այն համապատասխան տեղերը, որով մենք կարող ենք ներկայանալ Սոչի ձմեռային օլիմպիական խաղերին։ Եթե խոսենք վերջին մեր նախապատրաստական շրջանի մասին, Սերգեյ Միքայելյանը այս օրերին մասնակցում է Իտալիայի Վալդեֆիեմե քաղաքում աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությանը, Արման Սերեբրակյանը մասնակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում վարկանիշային մրցաշարերի, որից հետո կժամանեն միանգամից Սոչի։ Պարոն Սարգսյան, տեղյակ ենք, որ փետրվարին կայանալու է համահայկական դահուկային սպորտի խաղարկությունը, կարող եք մի քանի խոսքով նկարագրել։ Առաջին անգամ անցկացվելու է համահայկական ձմեռային խաղեր, ընդգրկված են 4 մարզաձև՝ հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ եւ սնոուբորդ։ Սնոուբորդի, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի մրցաշարերը կանցկացվեն Ծաղկաձորում, հոկեյը կանցկացվի Երևանում։ Բավականին մեծ հետաքրքրություն կա ամբողջ աշխարհից եւ ասեմ, որ անպայման մասնակցելու են նաեւ Սոչիում Հայաստանը ներկայացած մարզիկները։ Այսինքն բավականին ներկայացուցչական մրցաշար է անցկացվելու։ Եվ մեկ շատ կարևոր հանգամանք լեռնադահուկային սպորտի եւ դահուկավազքի
մեկնարկները ընդգրկված են Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի օրացույցում եւ տալու են վարկանիշային միավորներ, այսինքն մեր այն բոլոր մարզիկները, որոնք ունեն միջազգային ֆեդերացիայի կոդ եւ ունեն վարկանիշային միավորներ, հնարավորություն են ունենալու բարելավելու իրենց վարկանիշը հենց համահայկական խաղերի շնորհիվ։ Իսկ որտեղ է կայանալու համահայկական խաղը։ Լեռնադահուկային սպորտը եւ սնոուբորդը կանցկացվի Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում, դահուկավազքը կանցկացվի Ծաղկաձորի դահուկուղում։